Բարի եւ օրհնված օր բոլորիդ սիրելիներս։ Թող Աստված օրհնի ձեր կյանքը եւ ձեր կյանքի ամեն մի ընթացքը։ Այսօր խոսելու ենք այն թեմայի մասին, որ մարդը կարող է եւ եկեղեցի հաճախել, բայց Հիսուսին այդպես էլ չճանաչել, եւ հակառակը մարդը կարող է եկեղեցի չհաճախել, բայց Քրիստոսի հետ ունենալ անձնական հարաբերություններ։ Այսօր շատ մարդիկ իրենց ապահով են զգում, որ ամեն գիրակի հաճախում են եկեղեցի, իսկ շատ մարդիկ էլ մտածում են, որ եթե իրենք եկեղեցի չեն հաճախում, գուցե այդ նույն հարաբերությունները կարող է չլինել իրենց եւ Աստծո միջեւ։ Ու այստեղ հարցը ոչ թե հենց սա է, այլ հարցը այն է, որ դու ճանաչում ես Հիսուս Քրիստոսին եւ Հիսուսը ճանաչում է արդյոք քեզ։ Շատերը ճանաչում են կրոնը, բայց չեն ճանաչում Քրիստոսին։ Շատերը գիտեն աղոթքներ, բայց քչերն են աղոթքի մեջ ունեցել հայր եւ զավակ, հայր եւ դուստր, անձնական խոսակցական հարաբերություններ։ Շատերը գիտեն Աստվածաշունչը, գիտեն Աստվածաշնչի համարները անգիր, բայց արդյոք թույլ են տվել, որ այդ համարները իրենց կյանքը փոխի։ Հիսուսը չի ասել, որ երջանիկ են նրանք, ովքեր պարզապես եկեղեցի են աջախել, այլ Հիսուսը ասել է. ով որ ինձ սիրում է, իմ խոսքն էլ կպահի։ Հովհաննես 14-րդ գլուխ 23-րդ խոսք։ Գիտես, ես ուզում եմ, որ ամեն խոսքը, ինչ որ խոսացվում է, ինչ որ քննարկում ենք, միայն քննվի ըստ Աստծո խոսքի։ Ու գիտես, ես հասկացել եմ միայն մի կարևոր բան, որ Աստծո համար ամենակարևորն ու ամենաառաջնայինը, որը Տերը քննում է հիմա ու նայում է, դա հենց մեր սիրտն է։ Գիտես, արտաքինից նշмарվող հավատքը դեռ չի նշանակում կենթանի հավատք։ Եվ Հիսուսն էլ իր ամենախիստ խոսքերը ուղղում էր բացահայտ ոչ թե մեղավորներին, այլ մարդկանց, ովքեր արտաքինից ցույց էին տալիս, որ իրենք շատ կրոնավոր էին, շատ Աստվածաշնչից տեղյակ էին, Աստծո խոսքից տեղյակ էին, բայց ներսից իրենք Աստծուն չէին էլ ճանաչում։ Մատթեոս 15-րդ գլխի 8-րդ խոսքը։ Այս ժողովուրդը, ասում է Աստծո խոսքը, շուրթերով է ինձ պատվում, բայց իրենց սիրտը հեռացված է ինձանից։ Գիտես, դու կարող ես փառաբանել Աստծուն, երգել Աստծուն, ժամերով աղոթել Աստծուն, տարիներով եկեղեցի հաճախել, բայց երբեք էլ Աստծո հետ անձնական հարաբերություններ չունենաս, ու այդպես էլ Աստծուն չճանաչես։ Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 21-ից 23-րդ խոսքերը։ Եվ ոչ ամեն ոք, ով ինձ Տեր է կանչում, պիտի մտնի երկնքի արքայությունը։ Եվ ես այն ժամանակ կհայտարարեմ. ես ձեզ բնավ չեմ էլ ճանաչում։ Ու եկեք ուշադրություն դարձնենք, որ նրանք Հիսուսին Տեր էին կանչում, նրանք ծառայում էին Հիսուսին, ու Հիսուսը ոչ թե ասում է, որ դուք ինձ չգիտեիք, այլ ասում է, ես ձեզ չեմ էլ ճանաչել։ Այսինքն դու կարող ես Աստծո մասին շատ բան իմանալ, բայց Աստծո հետ կենտանի հարաբերություն այդպես էլ չունենաս։ Հիմա հաջորդ կողմից դիտարկենք։ Մարդը կարող է եկեղեցի բացարձակ չհաճախել, բայց անընդմեջ սրտով Աստծուն փնտրի։ Որովհետև կան իրավիճակներ, երբ որ մարդը նոր է ապաշխարել, նոր է գտել Հիսուսին, բայց կարող է այնպիսի մի վայրում է ապրում, որտեղ եկեղեցի չկա, կամ ինչ որ իրավիճակներից դրդված չի կարողանում եկեղեցի հաճախել, չգիտեմ, շատ պատճառներ կա, բայց այն, որ մարդը ի սրտե փնտրում է Աստծուն, այդ սիրտը Աստված չի կարող չնկատել։ Եվ դրա ամենագեղեցիկ օրինակներից մեկը խաչի վրա Հիսուսի հետ գտնվող ավազակն էր։ Այդ ավազակը ոչ եկեղեցի էր հաճախել, ոչ Աստվածաշունչ գիտեր, ոչ ծառայել էր Աստծուն երբևէ, ոչ մկրտված է եղել, բայց նրա մի խոսքը փոխեց ամբողջ մի ընթացք։ Նրա սրտի դիրքը փոխեց ամբողջ իրավիճակը։ Ինչ ասեց նա։ Ասեց հիշի ինձ, երբ որ գաս քո արքայության մեջ։ Եվ ինչ ասեց Հիսուսը, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Եվ գիտես, ավազակին ոչ թե փրկեց եկեղեցին, այլ փոխեց իր սիրտը, որը կար Աստծո հանդեպ։
Գիտես, շատերը այս ամենը լսելով մտածում են, ուրեմն պետք չէ եկեղեցի գնալ։ Ես քեզ ասեմ ոչ, դա ճիշտ եզրակացություն չէ։ Բայց Աստվածաշունչը այս ամենի վերաբերյալ ասում է, որ մեկտեղ հավաքվելը չթողնեք։ Այսինքն Աստված ուզում է, որ իր զավակները միասին հավաքվեն, միասին աղոթեն, միասին ապաշխարեն, միասին երգեն ու փառաբանեն եւ միաբանության մեջ աճեն, որովհետեւ եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Բայց մենք պետք է քննենք, որ արդյոք եթե մարդը եկեղեցու մեջ է գտնվում, բայց իր սիրտը փակ է Աստծո առաջ, ինչ արժեք ունի նրա եկեղեցում գտնվելը։ Եթե մարդը պետք է եկեղեցում գտնվի ու մտածի աշխարհի մասին, ինչ օգուտ ունի։ Կամ եթե պիտի նստի ու լսի Աստծո խոսքը, բայց Աստծո խոսքը նրա մեջ ոչինչ չփոխի, ինչ օգուտ ունի։ Ու կամ էլ եկեղեցուց դուրս գաս, ապրես աշխարհի կյանքով, այն դեպքում կարծես Քրիստոսը չի էլ եղել։ Մեր Աստված չի փնտրում լցված դահլիճներ։ Մեր Աստված ուղղակի փնտրում է բաց սրտեր։ Կարող ես ամեն կիրակի նստել նույն աթոռին, բայց երբեք էլ ոչ մի անգամ սիրտդ Աստծո առաջ բացած չլինես։ Ու կարող ես ընդամենը մեկ անգամ այցելել եկեղեցի, ծնկի գալ ու քո մե աղոթքը փոխի քո ամբողջ կյանքը։ Նայենք այս երկու մարդկանց, Հուդային եւ Պետրոսին։ Հուդան 3 տարի շարունակ քայլեց Հիսուսի հետ։ Տեսավ հրաշքները, լսեց քարոզները, բայց նրա սիրտը երբեք էլ ամբողջությամբ Աստծո հետ չի եղել։ Իսկ Պետրոսը նույնիսկ ուրացավ, բայց լացեց, զղջաց, ապաշխարեց, հետ դարձավ։ Եվ գիտես, այստեղ ոչ թե խնդիրը մեղքն էր, այլ այստեղ նրանց սրտի դիրքն էր։ Այսօր մենք ոչ թե պետք է նայենք, թե մենք քանի տարի ենք եկեղեցի հաճախել, այլ արդյոք այդ հաճախելու ընթացքում ճանաչել ես Քրիստոսին, կամ Աստծո խոսքը քո կյանքը փոխել է, կամ քո սիրտը լիակատար բաց է եղել։ Գիտես, մենք պարտավոր ենք լինել Քրիստոսի մարմնի մի մասը, բայց եկեղեցին չի կարող փոխարինել անձնական հարաբերությունները Հիսուսի հետ։ Ու գիտես, Աստված միայն զուտ դատարկ քո ներկայությունը չի ուզում իր տան մեջ, այլ նա ուզում է քո սիրտը։ Ու երբ որ քո սիրտը ամբողջությամբ նվիրված լինի Աստծուն, քեզ համար եկեղեցի հաճախելը ոչ թե կդառնա պարտականություն, այլ դա կլինի հանդիպման վայրը քո եւ Աստծո եւ նրա ընտանիքի հետ։ Մի բավարարվիր կրոնով եւ մի բավարարվիր արտաքին բարեպաշտությամբ, այլ փնտրիր Հիսուսին, սիրիր նրան, հնազանդվիր նրան, որպեսզի երբ որ մենք կանգնենք նրա ներկայության մեջ, լսենք այն հրաշք խոսքերը, որ նա մեզ կասի. «Բարի եւ հավատարիմ ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ»։ Իմ եւ քո փրկությունը չի սկսվում եկեղեցու դռան մոտ, այլ սկսվում է այն պահից, երբ մեր սրտերը ամբողջությամբ դնում ենք Քրիստոսի խաչի առաջ։